Աստվածաշնչյան ընթերցանություն ամեն առավոտ, հուլիսի 9։ Մի մոռանա նրա բոլոր բարերարությունները։ Սաղմոս 103:2։ Աստծո ձեռքը հնագույն սրբերի կյանքում տեսնելը ընդգծել է նրա բարեգթությունը, նրանց փրկության հարցում, նրա ողորմածությունը, նրանց ներման հարցում և նրա հավատարմությունը ուխտի պահպանման հարցում ուրախություն ու օրհնություն է։ Սակայն Աստծո ձեռքը և նրա ազդեցությունը սեփական կյանքում տեսնելն ավելի մեծ ուրախություն և ավելի մեծ օրհնություն է։ Նայելով անցյալին, մենք կտեսնենք ոչ միայն Երկիրը, լքված սրբերի կյանքը, այլև Աստծո գերիշխող ներկայությունը, ընդգծված հավատարմությամբ ու ճշմարտությամբ, բարեգթությամբ և ճշմարտությամբ։ Մենք Աստծո հանդեպ անարդար ենք վարվում, ենթադրելով, որ միայն հնում էր նա հայտնում իր զորությունը սրբերին և գործում իր զորավոր գործերը։ Բայց դա չի անում ներկայում։ Թող մեզանից յուրաքանչյուրը նայի սեփական կյանքին։ Անշուշտ մեր կյանքում եղել են երջանիկ պահեր, որոնք նորոգել են մեզ ու ծառայել Աստծո փառքին։ Միթե Աստված չի եկել քեզ փորձանքից ազատելու։ Միթե դու գետերը ծանծաղուտով չես անցել նրա օգնությամբ։ Միթե դու կրակի միջով անվնաս չես անցել։ Միթե դու նրա ողորմածության մասին վկայություն չունես։ Միթե Սողոմոնն իր ցանկության չափ տվողը չի լսել քեզ ու չի պատասխանել քո աղոթքներին։ Միթե լիառատ առատաձեռնության Աստվածը, որի մասին Դավիթն ասել է. «Քեզ ողորմածությամբ ու գթությամբ է պսակում», քեզ չի հագցրել բարիքներով։ Միթե նա քեզ չի հանգստացրել խոտավետ արոտներում և չի առաջնորդել հանդարտ ջրերի մոտ։ Միթե նրա ողորմածությունն այսօր այսպիսին չէ, ինչպիսին այն, որ տրվել էր հնագույն սրբերին։ Այդ դեպքում եկեք նրա բոլոր ողորմածությունները երգի վերածենք։ Եկեք երախտագիտության մաքուր ոսկուց և փառաբանության թանկարժեք քարերից նոր թագ պատրաստենք Քրիստոսի համար։ Թող մեր հոգիները Դավթի տավիղի նման քաղցրահնչյուն և ցնծալի երաժշտություն ստեղծեն այն ժամանակ, երբ մենք փառաբանություն մատուցենք Հիսուսին, որի ողորմածությունը հավիտյան է։